Մայր Հայաստան դաշինք Կարեն Սիմոնյան, Դերենիկ Մալխասյան, Աննա Նուրազյան Քվեաթերթիկ համար 4 Միացիր, որ փոխենք Բարոյական հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան զրուցելու եմ վերլուծաբան Գագիկ Ասատրյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Ասատրյան, մեզ միանալու համար։ Երեք Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր, ասեմ, համաձայնագիր, ասեմ, տարբեր տերմիններ են օգտագործվում։ Չնայած նրան, որ այդ 17 կետերը, որոնք համաձայնեցվել են, հիմնականում ադրբեջանական կողմի պահանջներն են արտացոլում, Ադրբեջանը անգամ իր պահանջներով գրված պայմանագրի ստորագրումից հետ է կանգնում, ասելով, որ պահանջներ կան, դուք պետք է փոխեք ձեր սահմանադրությունը, պիտի ընդունեք ադրբեջանցիների ու էլի այլ պահանջներ իհարկե առաջ կան, որպեսզի իր իսկ ճնշմամբ գրված փաստաթուղթը ստորագրվի։ Ինչու է Ալիևը սա անում, պարոն Ասատրյան, խնդրեմ։ Դա տարական եւ դասական կապիտուլյացիայի առհավատչան է, ցանկացած պատմության մեջ, երբ որ մենք շրջում ենք եւ առերեսվում ենք երկու հակամարտող պատերազմող կողմերի եւ ուրեմն պատերազմի արդյունքներին, մենք տեսնում ենք պարտված եւ հաղթած կողմեր, որտեղ հաղթած կողմը ցանկանում է առավելագույնս ուրեմն իր օգտին դիվիդենդներ շահել եւ ես չեմ կարծում, որ այդ խաղաղության համաձայնագիր, ասեմ, թե չգիտեմ, պայմանագիր, ասեմ, կնքվելու է, որովհետեւ Ալիևը լավ հասկանում է, որ նախ եւ առաջ դեռ կարող է ավելին քաղել ինչով որ կա իրականում սա մեկ եւ երկրորդն էլ Ալիևի վարչախումբը որոշակի տարակուսանք ունի պայմանավորված Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հետ։ Նրանք լավ են հասկանում, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, սակայն ռիսկը մեծ է, որ այդ համաձայնագիրը կամ պայմանագիրը կնքվում է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ որոշակի ուրեմն իր համար որոշակի քարտ պլանշ է ցանկանում ձեռք բերել Ադրբեջանը, ստիպելով փոխել սահմանադրությունը, որպեսզի այնինչ ստորագրվի արդեն Հայաստանի Հանրապետության հետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ այս առաջին հերթին իմ կարծիքով հենց այս տարակուսանքն է, որ ստիպում է Ալիևին դեռևս հայերեն լեզվով ասած ոտքը մի քիչ կախ գցել։ Սա մեկ, երկրորդը ես համոզված եմ, որ Ալիևի նմանատիպ որոշումը եւ հետքայլը համաձայնագրի ստորագրումից, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի այսպիսի կռացած վիճակը պայմանավորված է նաեւ գեոքաղաքական իրադարձությունների հետ։ Ես համոզված եմ, որ Ալիևին իր տերերը դեռևս հրահանգում են չշտապել, որովհետեւ տարածաշրջանը, ինչպես տեսնում ենք, թեւակողում է տուրբուլենտային նոր վերադասավորումների գոտի։ Մենք տեսնում ենք, որ ուրեմն Թուրքիայում սկսված անհնազու անդությունները Իրանի մասով Ամերիկայի եւ ուրեմն Ռուսաստանի պայմանավորվածությունները մեզ ստիպում են ուրեմն պատրաստվել եւ առերեսվել նոր իրականությունների տարածաշրջանում։ Հետեւաբար, որքան էլ Հայաստանում մենք փորձում ենք դեպքերն ու իրադարձությունները կապել ներքաղաքական ուրեմն անձերի շուրջ, մեկ է գեոքաղաքական ֆակտորը իր դերով, իր նշանակությամբ ավելի մեծ նշանակություն ունի եւ խաղաղության սպասվելիք պայմանագրի ստորագրումը կամ չստորագրումը նախ եւ առաջ կախված է ուրեմն լոկալ խնդիրներից տարածաշրջանային։ Պարոն Ասատրյան, երեք Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցն էր չեպազրույց տալիս Հովիկ Աղազարյանը, ով վստահ է, որ եթե Գյումրիում Նիկոլ Փաշինյանը պարտվելու է, եւ երկրորդ կարծում է, որ այդ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը գնալու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Իհարկե Հովիկ Աղազարյանի վերլուծությունները քննարկման առարկա չարժե դարձնել, ուղղակի կարծում եմ այստեղ ինչ-որ տեղեկատվություն ունի ինքը, որ հրապարակվում։ Այն, որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը պարտվելու է քաղաքացիական պայմանագիրը, կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Նախորդ ընտրություններին էլ իրենք անգամ պարտվել են, երբ Արցախը վերջնականապես անգամ հանձնված չէր։ Հիմա դուք ինչ եք կարծում, արդյոք Գյումրու ընտրությունները Փաշինյանի համար համապետական ընտրության գնալու որոշում կարող են դառնալ, ընտրությունների արդյունքները ավելի շուտ, խնդրեմ։
Մի քիչ պատճառը հետևանքային կապով իմ մոտ հարց է առաջանում, եթե Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ֆիասկոյի է ենթարկվում, հետևաբար իր վարկանիշը, ապա ինչու նա պետք է գնա արտահերթ ընտրությունների, սա մեկ։ Բայց միևնույն ժամանակ էլ ես տեսնում եմ այնպիսի մի պատկեր, երբ Գյումրիի ընդդիմադիր թեկնածուները, իրապես ընդդիմադիր թեկնածուները, այսպես որոշակի կոնսենսուս ունեն միմյանց միջև, միմյանց չհարվածելու եւ հիմնական շեշտը ուղղելու ուրեմն իշխանությունների դեմ։ Եվ շատ հուսադրող է եւ շատ ուրախացնող է, երբ որ ֆավորիտ թեկնածուները միանշանակ պնդում են, որ ուրեմն դա միայն Գյումրու ընտրությունները չեն, դրանով կարող են սկիզբ առնել որոշակի գործընթացներ, որոնք կփխրեցնեն Փաշինյանի ոտքերի տակի հողը եւ նրան կտապալեն։ Ես սա մեծ ուրեմն ողջավորությամբ եմ ասում եւ տեսնելով եւ որոշակի կապեր ունենալով ինքս էլ կիսով չափ գյումրեցի լինելով ես ուրեմն հետաքրքրվում եմ այնտեղ մթնոլորտի հետ կապված եւ տեսնում եմ որ այո ուրեմն ԿՊ-ն հաղթելու շատ քիչ շանսեր շատ քիչ աննշան շանսեր ունի եւ եթե որևէ խայտառակ եւ 90-ականներին բնորոշ այսպես ընտրակեղծարարություններ չլինեն ՀՀՇ-ին բնորոշ, ապա ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը ֆիասկոյի է ենթարկվելու, ինչ վերաբերում է արտահերթ խորհրդանական ընտրություններին, այստեղ էլ ես կմնամ իմ ուրեմն վատատեսության շրջանակներում եւ արտահերթ խորհրդանական ընտրություններն էլ ես կպայմանավորվեմ գեոքաղաքական որոշակի իրադարձությունների հետ։ Պարոն Ասատրյան, տեսեք, Հայաստանում տեղի ունենում քննարկումներ, որոնց մասին շատերը խուսափում են խոսել, բայց ես չեմ խուսափի հարց բարձրացնել, ինչու, որովհետև մի կողմից այդ փաստորեն հանգամանքը օգտագործելով, որ մեր որոշ հայրենակիցներ գտնվում են Բաքվում, քաղաքական process են գեներացնում իրենց անունից եւ որպես պատնեշ են օգտագործում այն դե որ իրանք Բաքվում են, հո իրանք չեք քննադատելու։ Դրա համար եկեք տակից ծրագրեր անցկացնենք։ Հիմա հետաքրքիր է որ այնտեղից Ռուբեն Վարդանյանը մի քանի անգամ, երբ 4-5 անգամ արդեն ուղերձ է եղել, նու այս ընթացքում պարոն Վարդանյանը հասցրել արդեն 2 անգամ հացադուլ անել եւ ինչն է հետաքրքիր որ այդ երկրորդ անձին չքննարկենք, բայց հանգամանք է, ամերիկյան բանտում գտնվող, ընդ որում ոչ քրեական հանցագործության համար, միգրացիոն օրենքները խախտելու համար բանտում գտնվող դոգը, այդ ամբարով վարքագծով հայտնի բլոգերը, շատ ավելի սահմանափակված է ուղերձներ հղելու, տեքստեր տարածելու առումով, քան Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանը, որ արդեն 5 անգամ ուղերձով է հանդես եկել, ընդ որում վերջում ես երեք հետևում էի ադրբեջանական լրատվամիջոցներին, ադրբեջանցիները դժգոհում էին, որ իրենց բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձները իրենց խանգարում են։ Տպավորություն է, որ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է։ Հիմա կամ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից ավելի ժողովրդավարական, ազատ, մարդու իրավունքները հարգող պետություն է, կամ այստեղ ինչ-որ խնդիր կա, որը ես չեմ հասկանում, հա։ Ընթացքում մենք տեսանք մի անգամից արդեն հիմա այս օրերին Ռուբեն Վարդանյանի մասին արդեն գիրք է գրված, վերնագիրը կարծեմ Դոն Կիխոտը եւ հրեշները։ Գրքի կազմից հասկանում ես, որ հրեշները Հայաստանի նախագահներն են, Դոն Կիխոտը Ռուբեն Վարդանյանը։ Ինչ է այստեղ կատարվում։ Դուք ունեք վերլուծություն, որտեղ անկեղծ ինձ համար հասկանալի չէ, էլի ինչա։ Ոնց են մարդիկ կարողանում Բաքվից քաղաքական ուղերձներ հղել, ինչու են այդ ուղերձները այստեղ իրենց համար քաղաքական դրոշ սարքում մարդիկ քաղաքական process, այդ մարդկանց ազատության համար իհարկե պիտի պայքարել, բայց եթե Բաքվի բանտից հնչած ուղերձները այստեղ քաղաքականություն են որոշելու կամ թելադրելու, ես մի փոքր տարակուսում եմ։ Ինչ է տեղի ունենում։ Նայեք, իրականում ցանկացած բարդ հարց ունի շատ բարձ պատասխան։ Հարց համար առաջին, եթե Իլհամ Ալիևը չցանկանար, որպեսզի Ռուբեն Վարդանյանը ելույթ ունենար, եւ այդ ելույթների բովանդակությունը իր մեջ որոշակի ողջավորություն չներառեր, ապա Ռուբեն Վարդանյանը ելույթ չէր ունենա։ Սա եկեք ֆիքսենք։ Այսինքն Ռուբեն Վարդանյանի ձայնաուղերձները միանշանակ իրականացվում են Իլհամ Ալիևի անմիջական թողտվության պայմաններում։
Սա արդեն տարակուսելի է։ Սա արդեն հարցեր է առաջացնում, սա իր մեջ արդեն ներառում է որոշակի մանիպուլյացիա։ Ես շատ լավ է, որ Ռուբեն Վարդանյանը ինչ-որ կոչեր է հնչեցնում եւ այլն, ասում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իր կյանքի վտանգ չի սպառնում, այդ ամեն ինչը հասկանում ենք, բայց արդյոք Ռուբեն Վարդանյանը այդ նույն ձայնային ուղերձները կհղեր հայ ժողովրդին, եթե Իլհամ Ալիևը չցանկանար։ Իհարկե ոչ։ Հետևաբար, այստեղից հանգում ենք եզրակացության, որ նախ եւ առաջ Իլհամ Ալիևը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մարդու իրավունքները հարգող պետություն է, սա մի կողմից։ Մյուս կողմից հայկական ներքաղաքական օրակարգ թելադրելու միտում կա այստեղ։ Այսինքն Ալիևը մենք դեռ չգիտենք Բաքվի բանտերում ինչ կտանքների եւ ինչ ուրեմն դաժանությունների մեջով են անցնում մեր ռազմագերիները, մենք դրա մասին չգիտենք, բայց Ալիևի թողտվությամբ այստեղ ձևավորվում է հայկական ներքաղաքական օրակարգ։ Եթե Ալիևը չցանկանար, նորից եմ կրկնում, Ռուբեն Վարդանյանը ոչ մի կոչ չէր կարող հնչեցնել եւ այդ կոչը լսելի չէր լինի Հայաստանում։ Եթե Ալիևը ցանկացել է, մի կողմից մի կրակոցով երկու նապաստակի պատմությունն է։ Մի կրակոցով նա միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ ուրեմն Ադրբեջանը ժողովրդավար պետություն է եւ նույն այդ կրակոցով Իլհամ Ալիևը այստեղ փորձում է գեներացնել ներքաղաքական օրակարգ։ Թե ինչ են պայմանավորվել այնտեղ Բաքվում կամ սա ինչով է պայմանավորված, ես դեռևս չեմ շտապի եզրահանգումներ անել, բայց հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի կապը Միացյալ Թագավորության թագավոր ընտանիքի հետ, սերտ կապը, Ռուբեն Վարդանյանի կապը այդ նույն թագավորական ընտանիքի սերտորեն կապված եւս մեկ այլ հայ Արմեն Սարգսյանի հետ։ Եվ նույն ժամանակ հաշվի առնելով ուրեմն Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներգրավվածություն Ադրբեջանի ղեկավարման գործում, նրա տնտեսության մեջ ունեցած իր ահռելի հայաբաժիններով հայտնի British Petroleum-ի ուրեմն կարգավիճակը, ես այստեղ չեմ բացառի որոշակի ուրեմն կուլիսային պայմանավորվածությունների հանգամանքը եւ ես իրավունք ունեմ դա չբացառելու։ Միևնույն ժամանակ հարգելով այդ մարդկանց ուրեմն անմեղության կանխավարկածը, ես էլ միանում եմ մեր հազարավոր հայրենակիցներին եւ ցանկանում եմ, որպեսզի օր առաջ նրանք շուտ ազատ արձակվեն եւ վերադառնան Հայաստան եւ ով մեղավոր է իր պատիժը կրի արդեն Հայաստանի բանում։ Նույնիսկ Արայք Հարությունյանը չի վերադառնա Հայաստան, բայց ամեն դեպքում բան ասատրան, ինձ գիտեք ինչ դա հետաքրքրում, ամենևին մենք քննարկման առարկա չենք դարձնում Ռուբեն Վարդանյանի կամ դատարանում մեր հայրենակիցներից որևէ մեկի անունից հնչող հայտարարություններ, որտեղ այդ մարդիկ գտնվում են Բաքվում եւ իրենք կարող են անգամ ամենատարօրինակ հայտարարություններ անեն եւ մենք իրավունք չենք ունենա այդ հայտարարությունները անելու համար մեղադրելու իրենց, բայց ինձ ուրիշ բան է զարմացնում եւ ես այստեղ քննադատաբար չեմ վերաբերվում Ռուբեն Վարդանյանին, որտեղ մարդը Բաքվում է, մենք չգիտենք ինչ պայմաններում է այդ ուղերձները հղում, մենք չգիտենք ինչ պայմաններ են իրենց առաջ դնում, ինչ ճնշումներ են բանեցնում, դրա համար դա բովանդակություն դնում ենք մի կողմ։ Ինձ ավելի շատ զարմացնում է, որ Հայաստանում քաղաքական որոշ շրջանակներ այդ ուղերձների բովանդակությունը իրենց համար սարքում են ուղենիշ քաղաքական որոշ process-ներ գեներացնելու։ Այսինքն իրենք չեն հասկանում, որ այդ մարդիկ Բաքվում են, այդ մարդիկ ինչպես նաև իրենք են ասում, ռազմագերի են, ու չի կարելի ռազմագերու արված ուղերձով ինչ որ քաղաքական process գեներացնել կամ մթնոլորտ ձևավորել, հա։ Ես ընկերներից մեկը ասում էր, դե ինչպես են օրինակ քրդերը առաջնորդվում Օջալանի ուղերձներով, հա, որը էլի բանտում է գտվում, այնտեղ մի նրբություն կա, նախ թուրքական պետությունը ինքը բանակցում է Օջալանի հետ, Օջալանը բանակցող կողմ է, ոչ թե այնտեղ ուղակի հայտարարություններ տարածող, երկրորդ, քրդական հանրությունը Օջալանի այն ուղերձներն է քննարկում, որոնց հանրությանը հասցնելու միջնորդը քուրդ падգամավորներն են, այսինքն իրենք գնում են բանտ, ուղերձը ճշգրտում են հայտարարության կետերը, ինչը ոնց, ինչ պայմաններում է այդ հայտարարությունը կայացվել, նոր դա հրապարակում են։
Հիմա այլ բան կլներ, եթե մարդիկ այցելեին, չգիտեմ, Ռուբեն Վարդանյանին, Բաքվում քննարկեին որոշ հարցեր, իր համոզմունքները, որոշ կետեր ճշգրտեին, երևի թե ուրիշ պատկեր կլներ, հա։ Ինչն է ուղղորդում այս մարդկանց, ովքեր Հայաստանում գտնվելով Բաքվում բանտարկված մարդու խոսքը օգտագործում որպես քաղաքական մթնոլորտ ձևավորելու միջոց։ Եթե մենք խոսում ենք այդ մարդկանց վերնախավից, ապա ասեմ, որ դա արվում է գիտակցաբար, դա արվում է հստակ, դա արվում է որոշակի ինֆորմացիաների տիրապետելով։ Եթե խոսում է դրանց ներքևում գտնվող էշելոններից, ավելի անմեղսունակ եւ ավելի քիչ ինֆորմացիայի տիրապետող շերտերից, ապա սրանք կարող են ենթարկվելով որոշակի հուզականության ֆոնին, մեդիա տերորին, իրենց նկատմամբ տարվող այդ հուզական պրոպագանդային, սկսեն որոշակի հերոսացման գործընթաց սկսել, բայց եկեք, ինչպես ասում են, մեծ ակուլաներից խոսենք։ Ես իզուր չխոսեցի Ալիևի կողմից Հայաստանում ներքաղաքական նորակարգ թելադրելու հանգամանքից, որովհետև ես տեսնում եմ, որ բացի Նիկոլ Փաշինյանից Հայաստանում գոյություն ունեն որոշակի ուժեր, ես հիմա անուններ չեմ ցանկանա տալ, գոյություն ունեն որոշակի ուժեր, ովքեր շատ սինխրոնիզացված ուրեմն աշխատում են Ալիևի հետ, եւ սա պայմանավորված չէ փոխադարձ սիրով, սա պայմանավորված է գեոքաղաքական այն կուրսով, որի մեջ գտնվում է թե Ալիևը, թե իրենք։ Սա ես դրանով եմ պայմանավորվում առաջին հերթին։ Երկրորդ հերթին մեր հանրությանը ես ուրեմն կոչ կանեմ ոչ մի դեպքում չտրվել հուզական ուրեմն պրոպագանդային։ Ես հիշում եմ հանրապետական կուսակցությունից Էդուարդ Շարմազանովը հայտարարություն արեց, որ Ռուբեն Վարդանյանի կոչերի համար պետք է օպերաներ գրվեն, նոր չգիտեմ ինչ-որ պատմական դասակարգեր։ Արդեն մի հատ օպերա գրել է, ես թվում է այս ընթացքում։ Այո։ Եվ այստեղ ես տեսնում եմ նույնիսկ պաթոսը հասել է այն աստիճանի, որ ինչ կապ, եկեք մեզ հերոսացնենք, չէ որ Տիգրան Մեծնելը գերի եղել, եկեք բազմել է գահին, հետ է վերադարձրել եւ այլն, այսպիսի դաժե ներողություն բառից համար շատ անբագորգոր ուրեմն պոպուլիզմ եմ ես տեսնում, բայց ինչ վերաբերվում է Օջալանի հետ համեմատություններին, ես ընդհանրապես չեմ համեմատի, որովհետեւ Օջալանը ոչ միայն քրդերի մոտ հայտնի գործիչ չէ, Օջալանը նաև որոշակի առումով ողջ քրդական աշխարհի գաղափարական հայրն է եւ Օջալանին կամ Նելսոն Մանդելային, չգիտեմ, Մարտին Լյութեր Քինգի հետ համեմատել Ռուբեն Վարդանյանին մի քիչ անմեղսունակություն կլինի, որովհետեւ տրամաչափերի հսկայական տարբերություն կա։ Օջալանը ուրեմն ամեն մի ուղերձ Օջալանի կարող է ռեգիոնալ որոշակի փոփոխություններ ստեղծել տարածաշրջանում, դա ուրեմն Օջալանի ամեն մի ելույթից, բայց Ռուբեն Վարդանյանի ելույթից ես չեմ կարծում, որ հայկական կամ տարածաշրջանային իրողություններն այնպես կդասավորվեն, որ ինքը որոշակի այսպես շատ լուրջ դերակատարում ունենա, սա այս մասով։ Երկրորդ մասով ես ինչ վերաբերում է ազգաբնակչությանը եւ մեր ժողովրդին, սիրելի ժողովուրդ, հերիք է հերոսացնեք ռազմագերիներին, հերիք է հերոսացնեք գերիներին, սպասեք թողեք մարդիկ մեր լեզվով ասած, ուրեմն բարով խերով վերադառնան Հայաստան, իմանանք ինչ է այնտեղ տեղի ունեցել, նոր ձեր գովքը կկապեք եւ ուզում եմ շեշտել, որ Ռուբեն Վարդանյանի հետ կապված սա առաջին մեդիա գրողը չէ, ուրեմն հայկական ներքաղաքական տիրույթ, ես հիշում եմ մի այդպիսի մեդիա գրող էլ իրականացվել էր սրանից 2-3 տարի առաջ, երբ որ Ռուբեն Վարդանյանը հերոսացվում էր, քանի որ ինքը հրաժարվել էր իր ռուսական անձնագրից, եկել էր Հայաստան եւ այլն եւ այլն։ Հետևաբար այս պաթոսը իդեպ ուզում եմ շեշտել, որ շատերը չեն էլ տրվում այս մանիպուլյացիաներին եւ պրովոկացիաներին, որովհետեւ հետևելով ուրեմն լրահոսին եւ ազգաբնակչության ուրեմն արձագանքներին կարող եմ արձանագրել, որ շատ դանդաղ, բայց հստակ տեմպերով մեր ժողովուրդը ձեռք է բերում որոշակի իմաստություն, արդեն կարողանում է թացը չորից տարբերել, դրսևորել որոշակի զսպվածություն եւ չտրվել մեդիա սադրանքներին։ Սա ես կարող եմ արձանագրել։ Որում այստեղ համաձայնելով ձեզ հետ ինձ համար նաեւ տարօրինակ է որպես լրագրող այն մարդկանց գործունեությունը, ովքեր միայն Ռուբեն Վարդանյանի մասին չի խոսքը, ովքեր այս կան այն կտորը
վերցնելով ադրբեջանական քարոզչությունից փորձում են այս կամ այն մարդուն վերագրել մտքեր, որ տեսեք Բաքվի բանում նախ բոլոր այդ հրապարակումները անում է Ազերթաջը միայն Ադրբեջանի եւ անգամ տեսեք, օրինակ ես վստահ եմ Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը եւ մնացած մեր ռազմագերի հայրենակիցները շատ լավ տիրապետում են ռուսերենին, վստահաբար իրենք այդ դատարանում ռուսերեն են խոսում, հա։ Ադրբեջանական լրատվամիջոցը այդ մարդկանց ձայնը անգամ չի դնում։ Իրենք ռուսերեն այդ մարդկանց անունից ինչ-որ տեքստեր են հրապարակում։ Մենք չգիտենք այդ մարդիկ խոսում են դա թե չէ։ Մենք չգիտենք այդ մեր հայրենակիցի այդ հայտարարությունը արել է թե չէ։ Եվ իրենց անունից տարածվող այդ հայտարարությունը, որ մարդիկ վերցնում են այստեղ, փորձում են հերոսացնել, բնականորեն հերոսացման process-ի զուգահեռ առաջանում է նաև հակահերոսացման process։ Կյանքն է այդպես, չի կարող մի կողմը մենակ լինել։ Երկրորդ, ինչ է նպաստում նաև այս մարդկանց հակահերոսացման թողեք, ինչպես դուք ասացիք, թող տեսնենք ինչպես են այս մարդիկ հայտնում ազատության մեջ, եթե հնարավոր է դա, եւ իրենք կարծում ամենալավագույնը կբնորոշեն, արդյոք արժի իրենց հերոսացնել, չարժի հերոսացնել, իրենց ուղերձները արժի օգտագործել քաղաքական նպատակներով, թե չէ, երբ իրենք գտնվում էին Բաքվում։ Կարծում սա լավագույն մոտեցում է։ Եվ իհարկե ամեն բան պիտի արվի, որ այդ մարդիկ հայտնվեն ազատության մեջ։ Այո, թող դրանով զբաղվեն, ոչ թե ուրեմն հերոսացման process սկսեն եւ անատամ ինչ որ ակցիաներ անեն կամ չգիտեմ, ինչ որ գործողություններ անեն, Ռուբեն Վարդանյանը միլիարդատեր է, նա մեծահարուստ մարդ է, թող իր կապերն ու հնարավորություններն օգտագործեն, որպեսզի այդ մարդիկ Բաքվի բանտից ազատ արձակվեն, վերադառնան Հայաստան, ոչ թե ռեսուրսներն օգտագործեն ինչ որ անատամ ակցիաներ անելու, PR անելու, ռոպագանդա անելու, դեռևս դրա ժամանակը չէ։ Սա այդ մարդկանց կյանքի մասին մտածելով եմ ես ասում։ Ես շատ չար ու չարամիտ կլինի այն հայը, ով կցանկանա, որ այդ մարդիկ շարունակեն մնալ Բաքվի բանտերում։ Հետևաբար կոչս ու հորդորս նաև իր թիմակիցներին, թող քաղաքական անմեղսունակությամբ չզբաղվեն ամեն դեպքում։ Շատ լավ, պարոն Ասատրյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ամեն դեպքում կարծում եմ զրույցի մեր վերջին հատվածը հասարակության որոշ շարքի շրջանակներ դժվար կտանեն, բայց անկեղծ ես համաձայն եմ ձեզ հետ, էմոցիաները քաղաքականության մեջ տեղ չունեն եւ հենց մեր գեր էմոցիոնալ լինելն է, որ թշնամին հաճախ օգտագործում է մեր դեմ։ Ես ուզում եմ հիշեցնեմ, օրը կոնկրետ չեմ հիշում, պատերազմի 5-րդ թե 6-րդ օրն էր, ամեն դեպքում հայկական մեդիայում ես դա տեսել եմ, գուցե դա նաև Նիկոլ Փաշինյանի fake լուրերի շարքին էր, հա, որ փորձել են հասարակության բերանը փակել, պատերազմի 5 թե 6-րդ օրին հայտնվեց մի այսպիսի տեղեկություն հայկական լրատվադաշտում, որ Էրդողանը կոչ է արել տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, հայ ժողովրդին կոչ արել։ Իհարկե հայ ժողովուրդը չէր գնալու Էրդողանի կոչով տապալելու Նիկոլ Փաշինյանին, հա, բայց այդ հայտարարության տարածումից հետո Նիկոլ Փաշինյանին տապալելու ցանկացած փորձ կարելի էր բնութագրել որպես Էրդողանի կոչին հետևել, չէ՞։ Եվ սա կոնկրետ նպատակներով այսպիսի հայտարարություններ կարող են արվել, այսինքն մեր էմոցիոնալ վերաբերմունքը, զգացումները օգտագործվում է թշնամու կողմից։ Ժողովրդի էմոցիոնալ լինելը դատապարտելի չէ։ Ինձ համար ավելի շատ անընդունելի են այն քաղաքական գործիչները եւ այն վերլուծաբան քաղաքագետները, ովքեր օգտագործում են էմոցիոնալ բաները ժողովրդին մանիպուլացնելու համար, այսքան բան։ Շնորհակալ եմ, պարոն Ասատրյան։ Ես եմ շնորհակալ։ Ես շեշտեմ զրուցում էի Գագիկ Ասատրյանի հետ, տեսություն կհանդիպենք։